Նախ ուզում շնորհակալություն հայտնել լրագրողներին, որ եկել եք, որովհետև գիտեմ, որ 19 ուժ լուսաբանելը շատ դժվար է։ Մենք այսօր գտնվում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի առջև։ Հայաստանի Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության գլուխն է։ Այսինքն ի պաշտոնե երկրի գլխավոր պաշտոնյան է։ Պետք չէ խառնել գործադիր իշխանության հետ, որտեղ կա վարչապետ։ Եվ մենք եկել ենք այստեղ ասելու, որ հունիսի 7-ի քվեարկությամբ դուք որոշելու եք Հայաստանի Հանրապետության նախագահան լինելու է մի մարդ, որի համար մենք ամաչում ենք, թե լինելու է մի մարդ, որի համար մենք կպարտանանք եւ ազգովի տեսնենք, թե նա ինչպես է մեզ ներկայացնում որպես ներկայացուցչական պաշտոնյա, ուշադիր, գործադիր լծակ չունի, ներկայացուցչական պաշտոնյա միջազգային տարբեր հարթակներում։ Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ։ Մենք դա չենք ուզում, սիրելի հայրենակիցներ։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որը Ալիևին, որ տեսնում է, ավելի շատ է գցնում, քան որևէ ադրբեջանցի պաշտոնյա։ Մենք չենք ուզում ունենալ նախագահ, որը ոչ մի հարցով տարաձայնություն չունի գործադիր իշխանության, դատական իշխանության եւ օրենսդիր իշխանության հետ։ Մինչդեռ Հանրապետության նախագահի լիազորություններն այնպիսին են, որ նա պետք է լիներ հակակշիռներից մեկը, դեր խաղար, տարբեր նախագծեր չստորագրեր, ուղարկեր սահմանադրական դատարան, իր կարծիքն արտահայտեր եւ ունենար հեղինակություն։ Մենք ունենք 0 հեղինակությամբ Հանրապետության նախագահ։ Հիմա հունիսի 7-ին մենք մեր ժողովրդին առաջարկում ենք քվեարկել մեր օգտին միակ ուժը, որ Հանրապետության նախագահի ինստիտուտի վերաբերյալ տեսլական է ներկայացրել ժողովրդին, դա Լուսավոր Հայաստանն է։ Քվեարկելով թիվ 19 քվեաթերթիկով դուք հնարավորություն եք ստանում փոխել այս խայտառակ համակարգ։ Սա խայտառակություն է։ Իսկ ոչ միայն վարչապետն է փոխվում մեր ընտրվելու պարագայում, այլ նաև Հանրապետության նախագահան հաջորդ օրը գնում է տուն։ Եթե ինքը անձամբ հրաժարական չտա, իմպիչմենտով նրան կհեռացնենք, սահմանադրական լծակները կան։ Բայց ինքը շատ արագ հրաժարական կտա, այդտեղ մտածելու բան չունենք։ Ես մեկ այլ ամոթալի բան էլ կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահ գնաց Կիրանց եւ ասեց կյանքից մեջ առաջին անգամ տեսնում եմ պետական սահման։ Այսինքն մարդ, որը հանրապետությունն է ներկայացնում, մարդ, որը մեր նախագահն է սահմանադրությամբ, գնաց Կիրանց ու ասեց կյանքից մեջ առաջին անգամ տեսնում եմ Հայաստանի սահմանը, պետական։ Այսինքն այս մարդը, չգիտեմ, ադրբեջանական թեզը վերցրած ասում է, որ միակ սահմանը, որ ունենք, դա է, որտեղ Ադրբեջանը ասում է, որ բոլոր Հայաստանի սահմանները Ադրբեջանի հետ պայմանական են։ Միակ սահմանը, որ պայմանական չի, 12.9 կիլոմետրն է։ Այս մարդը վերցրեց Ադրբեջանի թեզը եւ հրապարակային ասեց. նա մեր ամոթն է, մենք նրան հեռացնելու ենք։ Այս խորհրդանշական ակցիան այստեղ այն մասին է, որ ժողովուրդը նաեւ մոռացել է, որ նման համակարգ ինստիտուտ գոյություն ունի, բայց իրենց հարկերի հաշվին պետական ինքնաթիռով այստեղից այնտեղ է գնում եւ իր անիմաստ գոյությունը ապահովում։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Այո, ես հիմա խոսքը փոխանցում եմ Կարպիս Փաշյանին։ Շնորհակալ եմ, պարոն Մարուկյան։ Արիեսկոն, որ լսեմ։ Նստեցի պարոն Մարուկյանի տեղը։ Երբ մենք խոսում ենք նախագահական ինստիտուտի կարևորության մասին, հաճախ մեզ կշտամբում են, ասում են, «Բայ, ոնց կլինի, լիազորություններ չկան»։ Միանգամից ուզում եմ այս կշտամբանքը քննադատությունը կանխել, որովհետև մենք լիազորությունների մասին չենք խոսում, եւ ըստ էության մենք չենք տեսել, թե այս պաշտոնը ինչ լիազորություններ ունի։ Մենք կիրառության մեջ չենք տեսել։ Այս պաշտոնը մի զբաղեցրել են մարդիկ, որոնք չեն կիրառել իրենց սահմանադրական լիազորությունները։ Ի սկզբանե Արմեն Սարգսյանն էր անհայտ անորոշ ինչ-որ մեկը, որը մեր հայոց պատմության մեջ հայտնի դարձավ նրանով, որ միջազգային հանրությանը 44 օրյա պատերազմի ժամանակ հավաստիացնում էր, որ մենք չենք հարվածի գազամուղին ադրբեջանական։ Ու այն դեպքում, որ այդ գազամուղին հարվածելը կարող է լինել մեր պատերազմը կանգնեցնելու վերջին կարևոր հաղթաթուղթը։ Եվ մենք մինչև վերջ իմացանք ինքը որ երկրի քաղաքացի է։ Ինչևից է, հաջորդաբար ունեցանք Վահագն Խաչատուրյանին, այլ ինչ-որ անհայտ մեկը, մարդ, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներից մեկն է, մարդ, որը լինելով նախագահ, նույնիսկ ցեղասպանության տարելիցի օրը ուղերձ չի եղել հայ ժողովրդին։ Այո։ Եվ մի պահ անձերին դնենք մի կողմ։ Այստեղ խնդիրը համակարգային է։ Եվ մենք եկել ենք ասելու, որ Հայաստանի ամենակարևոր
խնդիրը իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունն է։ Մի մարմին գործադիր իշխանությունը վարչապետի մարմնավորմամբ ուզուրպացրել է սահմանադրական մյուս մարմինները։ Նա եւ երկրի գլխավոր դատավորն է, երկրի գլխավոր քննիչն է, երկրի գլխավոր պոետն է, երկրի գլխավոր, չգիտեմ, ուզում էր կաթողիկոս դառնալ։ Սահմանադրագետը, Սահմանադրագետը, ամեն ինչը եւ իշխանության մարմինների տարանջատումը պետքա գործի։ Եվ այստեղ էլի հարցը համակարգային է։ Մենք չենք ուզում լինի իշխանափոխություն եւ այդ իշխանափոխությունից հետո, եթե օրինակ իշխանության գա ուժեղ Հայաստանը, հանրապետության նախագահ դառնա Դալմամոլի մենեջերներից մեկը եւ կրկնի Վահագն Խաչատուրյանի պատմությունը, այսինքն մենք համակարգային խնդիր ենք դնում եւ ուզում ենք ասել, որ երկրի վարչապետը, ով էլ որ լինի, պետք է իմանա, որ իրենից բարձր խոսք կա այս երկրում։ Այո։ Որ ինքը չի կարող իրեն ամեն ինչ թույլ տալ։ Ըստ էության սահմանադրությամբ երկրի նախագահը բարձր արժեքների, երկրի սահմանադրական կարգի երաշխավորն է, չէ՞։ Բայց այս պայծառությամբ մենք այդ ամենը չունենք։ Եվ մենք ինչ ենք ուզում անել։ Ըստ էության մեր երկրի պատմության մեջ բոլոր ընտրությունները եղել են միակայլ, պարզունակ գործընթաց։ Մենք առաջարկում ենք հիմա բազմակայլ կոմբինացիա եւ այդ կոմբինացիան առաջարկում ենք, որ միանան 200,000 եւ միգուցե ավել քաղաքացիներ, որ չեն կողմնորոշվել, ում պետք է ընտրեն, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի վարչակազմին, հաշ չեն այս իրականության հետ, բայց ինչ պատճառներով չեն ուզում ընտրեն Քոչարյանին, չեն ուզում Սամվել Կարապետյանին, չեն ուզում Գագիկ Ծառուկյանին։ Եվ այդ մարդկանց մենք ասում ենք՝ մի հիասթափվեք, մի օտարացեք, եկեք մասնակից դարձեք եւ մենք կդառնանք ձեր մասնակցության շարժիչ ուժը եւ ձեզ մասնակից կդարձնենք երկրի կառավարմանը։ Բայց սրա համար ինչա պետք, որ մենք անցնենք խորհրդարան։ Եվ ո՞րն է այդ բազմակալ կոմբինացիան։ Թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, թույլ չտալ ՔՊ-ի վերարտադրությունը եւ մյուս կողմից էլ թույլ չտալ, որ երկիրը դառնա խուժանապետություն։ Եվ դրա ռիսկը շատ մեծ է, որովհետեւ բոլոր հեղափոխական իրավիճակներում միշտ ինչ-ինչ զանգվածներ, հին կաշառակերներ, հանցագործներ հակված են օգտվել առիթից։ Մենք չենք ուզում, որ երկիրը դառնա խուժանապետություն, եւ մենք երաշխավորն ենք, որ երկիրը չդառնա խուժանապետություն, երաշխավորն են նաեւ մեր նախագահի տեխնացուն։ Այո։ Միքայել arczepiskopos Աջապյանը։ Այսինքն, եթե ինչ-ինչ զանգված վախենում է Քոչարյանի հետ գալուց, կամ ինչ-որ մեկի, կամ նախկին հարատավոր բարքերի, մենք ասում ենք, որ մենք չենք վախենում։ Եվ մենք այն մարդիկ ենք, որ գնալու ենք, ասենք, մի րոպե, Նիկոլը պետքա գնա, բայց Հայաստանը խուժանապետություն էլ չի դառնալու։ Եվ նախագահի հեղինակավոր տեխնացուն պետք է լինի դրա երաշխավորը։